Եվ մեր ձեռքին ունեին նաև մայրաթորսու Պետրիազնից վեապար հայրապետի բարձր տնօրենությամբ ներված Հովհաննես Մկրտչի մասունքի մեկ այլ մասում։ Եվ մի տեսակ մտորում ունեին, որ մի տեսակ այդ երկու մասունքները պիտի միավորվեին պատարագի ընթացքում և պատարագ պիտի լիներ հովանավանքում և մենք միասին այդ ուղտի պատարագը պիտի անեինք։ Բայց մեզ հասած հավաստի տեղեկություններով այնտեղ հովանավանքում աջակիցներ հավաքված պիտի լինեին, որ մենք չենք ընդունում, մենք ասում ենք չկա իմ աջակից, քո աջակից, կա հավատացյալ, կա ուխտավոր, որ բոլորը հայ առաքելական սուրբ եկեղեցու զավակներ են և մեզ համար այդ արհեստական ստեղծված տերմինը չպիտի լինի, բայց որպեսի և քանի որ մեզ հետ շարժվելու են մայրեր, քույրեր, երեխաներ, որպեսի չլինի այնպես, որ մեզ արգելեն, քայլեն, կաղոթքով գնանք, հասնենք հովանավանք, չթողնեն և այդպես էլ ըստ երևույթի լինելու էր, որպեսի այդ ամեն ինչը չլինի, որպեսի մի արկածախնդիր այս սուրբ օրով չբարձրանա ինչ-որ անհարիր խոսք չասի, որպեսի հնարավոր բախում չլինի, որպեսի պատարագի եկած մարդու հոգին չփոթորկվի, այդ նվիրական զգացումը չվնասվի, սրբությունը այդ վայրում ներկա չլինի, մենք կայացրեցինք մեզ համար ծանր ավելի մի որոշում, որովհետև մենք ի սրտե ուզում էինք գնալ հովանավանք պատարագ մատուցելու, բայց չեղավ, հիմա միգուցե համարվի, որ սա պարտություն է մի տեսակ, համարվի, որ սա նորից մեր սրբությունը զիջել է մի տեսակ, բայց մեզ համար, հոգևորականներից համար այս պահին Սուրբ Հոգու ներկայությամբ ես վստահ եմ այդ որոշումը ընդունեցին, միշտ չէ, որ որոշումները լինում են բոլորի սրտով, միշտ չէ, որ մեր կյանքը կարգավորվում է մեր ցանկությամբ, երևի թե մեր շատ մեղքերի պատճառով, մեր շատ սխալների պատճառով հիմա մենք այստեղ ենք, բայց Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը տեսակ մենք բերեցինք մայրաթոր Սուրբ Էջմիածնից վեապար հայրապետի բարձր տնօրենությամբ և օրհնությամբ և դուք պատարագի ավարտին հնարավորություն կունենաք մոտենալու և համբուրելու սուրբ մասունքը։ Ես միշտ մի բան եմ ասում այս վերջին շրջանը, ներողություն եմ խնդրում բոլոր հավատացյալներից, իմ հոգևոր եղբայրների անունից, եթե մեր սիրելի Հայր Սուրբը թույլ տա, բոլորիս անունից, և ասում եմ հետևյալը, եթե նույնիսկ չներեք, մենք ձեզ կհասկանանք, որովհետև ստեղծվել է մի իրավիճակ, որ հայ ժողովուրդը, քրիստոնյա ժողովուրդը զատվել է, բաժանվել է իրարից, մենք հորդորում ենք, խնդրում ենք, որ մեկ լինեք, հորդորում ենք, խնդրում ենք, որ լինեք հայ առաքելական սուրբ եկեղեցու զավակներ, հորդորում ենք և խնդրում ենք, որ ատելությամբ չլցվեք, այլ ընդհակառակը ներողամտության ոգով լցվենք բոլորս։ Եվ այս ստեղծված իրավիճակի մասին, չգիտեմ ինչքանով ենք մենք մեղավոր, բայց ներողություն եմ խնդրում։ Եվ խնդրում եմ ի սրտե աղոթեք մեր եկեղեցու անսասանության համար, վեապար հայրապետի անսասանության համար, մեր հավատարիմ հոգևորականների համար և նաև այն հոգևորականների համար, ովքեր հիմա ճիշտ ուղու վրա չեն։ Հիմա մենք որ սա ասում ենք, իրենք մեզ ասում են միգուցե ասեն, որ դուք եք ճիշտը։ Մենք թող հպարտություն չլինի, հավատարիմ ենք մեր ուխտին։ Եվ հորդորում ենք, որ բոլորը իրենց ուխտին հավատարիմ են։ Ես փորձեցի այսպես ասել, թե ինչու չգնացինք հովանավանք։ Ասեմ, որ հիմա պատարագներ են մատուցվում նաև Մաստարայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում